մի 2018 թվականի սեպտեմբերից ես կրկնում եմ, Հայաստանը արդեն զավթված է մեր թշնամի պետությունների եւ կենտրոնների կողմից, պարզապես նա զավթված է ներսից, քանի որ հավաքագրվել է տասնյակ տարիներ շարունակ աշխատանքի եւ մեզ այսպես ասած ճանաչելով ազգը մեր ազգային որոշ դիմագծերը բերել են եւ այո տեսել են դրսից զավթելը հնարավոր չէ եւ դրա համար զավթել են ներսից 2018 թվականից Հայաստանը զավթված է եւ այսպես կոչված օրվա իշխանությունը դա Հայաստանի իշխանությունը չէ այն առումով որ նա չի կոչվել ու չի էլ հավակնում այո չի հավակնում նա ինչ որ պաշտպանել ազգային շահերը կամ անվտանգությունը պետության նա ծառայում է ու ես բազմիցս ասել եմ դատելով արդյունքներից արդեն բոլորին եմ դիմում դատեք արդյունքներից ներկա իշխանության եկած թիմը սպասարկում է թուրք ադրբեջանական հայերի հանդեպ ցեղասպանական քաղաքականությունը այնպես որ այն ինչ որ այսօր է կատարվում դա դեռ ծաղիկներն են կներել դեռ պետք է այսպես սպասենք թե ինչ պտուղներ են տալու որով այն որ ինքը եկել է իր թիմով երկու միասնական խնդիր լուծելու Արցախը օր առաջ հանձնել Ադրբեջանին Հայաստանը դարձնել Թուրքիայի կամ Ադրբեջանի գծորդ կարծես թե ինքը չի թաքցրել։ Ես դրա համար կոչ եմ անում, ես չեմ տեսնում խնդիրը իշխանության մեջ։ Ես խնդիրը տեսնում եմ մեր հասարակության, մասնավորապես իրական վերնախավը, որը չի կարողանում միավորվել։ Ես միշտ պարծանքով կարող եմ նշել, ես ինչպես պայծառ անձնավորություններ գիտեմ, բարոյական կերպարով, խելացի, ինտելեկտը եւ այլն, բայց եկեք խոստովանենք, որ անգամ այս 7 ամոթալի Հայաստանի եւ հայ ազգի համար ամոթալի այս տարիներին անգամ միասնական փորձագիտական հարթակ չստեղծվեց։ Էլ ինչի ենք մենք կոչ անում ժողովուրդը միավորվի կամ կուսակցությունները։ Կրկնում եմ փորձագետները, ինտելեկտուալը։ Ես այդ շարքում կներեք ամենապահամեստն եմ իմ նշանակությամբ եւ գործնեությամբ։ Ես գիտեմ, որ կան իրապես շատ բարձր ինտելեկտուալ, ինչու չեն միավորվում։ Եվ ինչու մինչ այսօր չունի Հայաստանը, հայությունը, լինի Սփյուռքում, լինի այստեղ, ռազմավարություն մոտակա 100 տարվա համար։ Լավ չսովորեցինք հրեաներից, լավ ինչի՞ չէ թուրքերից սովորել։ Եթե ազգը չունի ռազմավարություն, կարճատև ժամկետը 100 տարի, միջնաժամկետը 300 տարի, երկարաժամկետը 500 տարի, նա դառնում է տարածք, որի հաշվին խորշորները եւ ավելի հմուտ այսպես տիրապետող այդ բոլոր ձևերը նրանք օգտագործում են թույլ կողմը եւ օգտագործում են պետությունը ֆիզիկական ոչնչացումից բացի պետականորեն ոչնչացնել ազգը։ Ես կցանկանայի ուղղակի անդրադառնայի այդ վերջի հայտարարության, այդ անձնավորության, որը որ դեղին թերթիկի լրագրողից այն կողմ լրագրողը ճակերտներով չի անցել։ Նրա բոլոր հայտարարությունները հարիր չեն ամենակղզային մի փոքր պետության ղեկավարի համար։ Հիմա այն ինչ որ ինքը հայտարարում է, ինքը ճշմարտորեն զգում է այն կետերը, որտեղից իրեն սպառնում են իրեն կրկնում եմ չեմ ասի դավադիր քաղաքականությունը, այլ թուրք-ադրբեջանական ցեղասպանական ծրագիրը սպասարկելու այդ քաղաքականությունը։ Նա ճիշտ նշել է, այո, կլերիկալ, որ ենք խոսում են, դա ուրեմն ոչ միայն այն անձիկ են, ովքեր որ ներկայացնում են եկեղեցին, Սամվել Կարապետյանը դրա օրինակն է, նա եկեղեցական չի, նա հավատավոր է։ Երկրորդը նա նշել է բոլոր ընդդիմադիր ուժերին, որոնք մինչ այսօր փոխարենը կրացնեն իրենց մեջքը, այսպես ասած, ու պաչեն իր ոտի տակը, դեռ խոսում են։ Եվ երրորդը անշուշտ եկեղեցին է, որովհետև մեզ համար ոչ միայն զուտ եկեղեցին, այլ Աստծո հանդեպ մեր հավատքը ունեցած։ Ես մի բան ասեմ, որը իմ
կարծիքով ճիշտ է։ Բոլորս ասում ենք հայերը առաջինը պետականորեն ընդունել են քրիստոնեություն, դրա համար մենք քրիստոնեական այդ արժեքների կրող ենք։ Սիրելիներս, հակառակ, մենք քրիստոնյա արժեքների կրողն էինք, որ առաջինն ենք ընդունել քրիստոնեությունը։ Ինչի այդքան զարգացած ազգեր կային, նրանք չգիտեին ինչ անել։ Պարզապես սա իրոք հոգեկերտված կետ է, մենք խոսում ենք, այստեղ է։ Դա ինչքան ավելի բարոյական եւ ուժեղ է եւ դիեզերական ճշմարտության համապատասխանում է, այնքան ինքը չի թույլ տալիս մեզ հողի վրա կիրառել բոլոր այն ձևերը, որով պաշտպանել եւ իր հավատքը եւ Աստծո հանդեպ այդ պաշտամունքը եւ երկիր ունենալ եւ պետություն ունենալ։ Ես կարծում եմ մենք պետք է էլի եմ ասում, խնդրենք մեր մեջ բոլոր այս